Ես մոտեցա, դուք ասում եք, որ դադարեցրեք ակցիաները, այստեղ ամեն ինչ արվում է, ծնողներին ներս էիք հրավիրում, ինչ է արվում, կարող եք ասել, տեսեք ես ծնողներ են, որոնք ունեն 2 որդի անհետ կորած, մեծ որդի անհետ կորած, ինչ է արվում, դուք ապրիլի 7-ին այստեղ իջաք եւ ասում եք, որ գիտեք, եկեք ներս հրավիրեմ ձեզ, մի կանգնեք, ինչ է արվում, կարող եք ասել, ծնողները ուզում են լսել։ Ուրեմն կատարում են քննչական գործողություններ, որի պատասխանը ես չեմ տալիս, այլ քննչական կոմիտեն է տալիս։ Բայց որոնական աշխատանքներ որպես այդպիսի որոնական աշխատանքներ ներկապային չեն կարող կատարվել, բայց ես չեմ կարող արդյունքի մասին այս բանը խոսել, որովհետև հստակ քննչական կողմը չի տալիս որոնական աշխատանքներ։ Ես չեմ կարող ձեր հարցերը օրինակ Բաքու են գնում, գալիս, խաղաղության մասին են խոսում, բայց մեկն խոսել, որ կարողանա պատասխանել։ Հումանիտար հարցի լուծման համար ինչու չեն խոսում, ինչու այդ առումով արդյունք Հիմա դուք ուզում եք պատասխանել, ես ինչու չեն խոսում, թե ինչու արդյունք չունեն։ Եվ ինչու չեն խոսում, եւ ինչու արդյունք չունեն։ Ես չեմ կարող ասել, որ չեն խոսում, որովհետև նման հարցերը Ուրեմն ես ասեմ, այն ամեն ինչը կատարվում է, դա պարտադիր չի, որ հրապարակային լինի, եւ եթե դուք արդյունք չեք տեսնում, դա չի նշանակում, որ արդյունք ընդհանրապես չկա։ Եթե կատարվում են քննչական գործողություններ, դրանց որոշակի հատվածը չի հրապարակվում։ Թե ինչ է կատարվում, դրա պատասխանատուն ես չեմ կարող ձեզ հստակ պատասխաններ տալ։ Քննչական բաժինն է ներկայացրել իրանց թղթերի իրացրելը։ Մոտիկանում է քննչական բաժինն ասում է գնացեք կառավարություն։ Կառավարությունը զարգանում է ազգային անվտանգություն։ Ես ձեզ հարգելի քաղաքացի, ես իրականում կիսում եմ ձեր ցավը, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է։ Չի մտածում կառավարությունը եկեք արդարացի խոսենք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք արդարացի լինենք, որովհետև բազմաթիվ անգամներ մեղադրանքներ են հնչեցվել կառավարության հասցեին, բայց ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը մաքսիմալ ջանքեր է գործադրում, որպեսզի այդ հարցը հնարավորինս շուտ փակվի։ Եվ մի վայրկյան խնդրում եմ, Տիկին ջան, կթողեք ես պատասխանեմ։ Տիկին ջան, դուք հիմա ուզում եք հարցի պատասխան ստանալ, թե ուզում եք մենք բանավիճ Ես չեմ ուզում, որովհետև ուրեմն ես խնդրում եմ թողեք Գրասենյակի հանձնակատարը 5 ամիս հետո ինձ փոխանցել է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը եւ ոչ Ալեն Սիմոնյանը իրեն անգամ չեն տեղեկացրել, որ Հայաստանում կան անհետ կորածներ։ Հավատարմագրերը 5 ամիս հանձնած է եղել եւ այդ տիկինը, որին մենք հիմա գնալու ենք այցելության, Ռուզանա, ինձ տեղեկացրել է, ես դա հրապարակավ ասել է, որ որևէ մեկը իրեն չի տեղեկացրել, որ Հայաստանը այս ողբերգության առաջ է կանգնած, այս ծնողները։ Եթե դուք պետք է խոսեք, եկեք ես չխոսեմ, դուք խոսեք։ Եթե ես պատասխանում, երբ ես խոսում, Ուրեմն շարունակեք, կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների մաքսիմալ կերպով բոլոր հարցերով աջակցում են իրենց, իհարկե հնարավոր է նաև դժգոհություններ, դա բնական է, դա նորմալ է, որ ծնողը չունենալով հստակ պատասխան իր զավակի գտնվելու վերաբերյալ հայտնում է իր դժգոհությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ կառավարությունը որևէ կերպ չի աջակցում եւ ոչինչ չի անում դրանց գտնելու համար։ Դուք քայլ տեսել եք, դուք էստեղ եք, ես խնդրում եմ ասեցին, դուք քայլ տեսել եք արվաստանը, որպեսզի նրանք ոչ մի քայլ։ Ես պետք է ուրեմն ուսումնասիրեմ, եթե դուք հստակ հիմա հարց եք տալիս, հստակ պատասխան եք պահանջում, ես պետք է կոնկրետ հավաքեմ որոշակի տվյալներ, այդ ժամանակ ես կտեղեկացնեմ ծնողներին։ Տեսեք, երբ որ օրինակ այդ տարածքով ծորեն են վերում տանում, ես նման հարցին եկեք չպատասխանեմ։ Այդ գործում են ձեր վերումների քաղաքական հարցերից մի վարքյան ես ասեմ, ես քաղաքական գործիչ չեմ, ինձ քաղաքական հարցեր մի տվեք հստակ հարցեր, որոնք վերաբերում են այդ ոլորտին։ Ձեզ համար այս ծնողների ձեզ համար ավելի քան այս ծնողների ցավը պիտի շոշափվի, որտեղ դուք էլ գիտեք, ես մշտապես իրանց հետ դուք եք կորուստ եք ունեցել։ Հիմա որքանով է
որքանով է ձեզ համար ընդունելի, որ տարիներ շարունակ այս մարդիկ իրենց երեխաներից որևէ լուր չունեն, չեն կարողանում հասնել նրան, որ որոնողական աշխատանքները շարունակեն։ Եկեք ես իմ հանրական կարծիքն ընդունելու լինելու եւ չլինելու մասին չասեմ, որովհետեւ մենք խոսում ենք հստակ դեպքերի վերաբերյալ։ Հստակ ես դες եւս մեկ անգամ ասում եմ եւ պնդում եմ, որ կառավարությունը մշտապես գտնվում է անհետ կորածների եւ զոհվածների ծնողների կողքին եւ միանշանակ կարող եմ ասել գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցերը մի րոպե ավելի շուտ ավարտվեն։ Ասում եք կառավարությունը ծնողների կողքին է, բայց ծնողները, բազմաթիվ ծնողներ ուզում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչու՞ չի։ Դատախազը ինչի մասին է խոսքը։ Մեկ էլ մի հարց։ Ես ասեմ ժամանակ առ ժամանակ կառավարությունը վարչապետը անձամբ ընդունում է ծնողներին։ Ես չեմ կարող ասել, եթե դուք ուզում եք մենք ես ձեզ պատասխանեմ, դուք ինձ հակադարձեք, որ դա պես չի, ես պատասխանեմ։ 3800-ից ավել զոհված մի վարքյան, 3800-ից ավել հարգելի քաղաքացիներ, ես ասում եմ ընդունում եմ, 3800-ից ավել զոհված տղեկ կան, ում ծնողներին բոլորին պարզը, որ հնարավոր չի։ Նույնն է, բան տարբերություն չի մենք դիմում ենք գրել, եթե հանդիպումը նպատակ չի, եթե հանդիպումը քանի անգամ եք հարգելի քաղաքացի շատ է դիմել, ինչու չի եկեք ես եզրափակեմ, որովհետեւ ինչու չի Տիկին Ռուզաննա, ես ձեզ ասեմ, էլի, եթե դուք ուզում եք մենք բանավիճենք, ես դրա ժամանակը չեմ ուզում եթե հարց եք տալիս, եթե դուք հարց եք տալիս, եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային ու ձերբակալես այո ընդունել է այդ մարդիկ խոսեց Արսենի մայրը դատախազության շենքի մեկ ամիս առաջ են անհետ կորածի ծնողները վարչապետի մոտ հանդիպման Արսենի մայրը մեկ ամիս առաջ ընդունել է եւ ասել է ձերբակալելու եմ քո տղային Արսենի մայրը դատախազության շենքի առաջ ասեց ու ձերբակալեց իր տղային մենք գիտենք որ ընդունում է եւ ինչպես է ընդունում Նախկինում Աբազյանը ակտիվորեն մասնակցում էր այս աշխատանքներին ծնողների հետ միասին։ Հիմա ինչ արդյունք ունենք նորից ազգային անվտանգության ծառայություն Ոչ մի բան։ Աբազյանը այդ հարցերով զբաղվելիս եղել։ Եկեք ես գնամ դուք իրանց հետ խոսեք, եթե հարց եք տալի, դա համար ուրեմն ոչ մի Պարոն Աբազյանի հանդեպ ես մեծ հարգանք ունեմ, սակայն ինքը գործել է վարչապետի հետ համատեղ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարել է ԱԱԾ տնօրենին, որ զբաղվի այդ հարցերով եւ գործում է հանձնաժողով, որի ղեկավարը ԱԱԾ տնօրենն է։ Չանձնավորենք Աբազյանը կլինի թե այլ անձ կլինի։ Վարչապետի հանձնարարությամբ է կատարվում ոչ ոք առանց վարչապետի հանձնարարության եւ թույլտվության չի կարող ինքնագլուխ գործողություններ գործել Հայաստանի Հանրապետությունում եւ զբաղվել անհետ կորածների գործերով։ Բոլոր անհետ կորածների գործերով զբաղվող բոլոր գործիչները քաղաքական եւ բոլոր պետական կառույցի ղեկավարները միանշանակ զեկուցում են վարչապետին այդ մասին։ Մի վարքան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ։ Դե խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ մի ընդհատեք։ Եվ հարցին հավելում արդյոք մեր ծնողները ձեզ ասելու չունեն։ Ինքը ինչ պիտի ասի որ